ինչու համար է եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ինչ պահանջ ունե եւ ինչպես է առհասարակ գնահատում այս գործողությունները, որ փաստացի գործողությունները շատ բացասական է գնահատում, որևէ պահանջով չեն եկել ենք ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ իհարկե ամենը դուր չի գալ, շատ բացասական են վերաբերվում այս ամեն ինչին, հակադրությանը, որ ժողովուրդը մի մասին հակադրում են մյուս մասի հետ։ 10 եպիսկոպոսներ են դուրս եկել փաստացի կաթողիկոսի դեմ եւ դա փաստացի Փաշինյանի կատարած գործողությունների արդյունքով Հիմա Փաշինյանի կատարած գործողություններն արդեն, բայց դուրս են եկել 10 եպիսկոպոսները։ Իրանց արած քայլն է եւ իրանք են պատասխանատու իրանց արած քայլերի համար հասուն մարդիկ են, փոքր երեխաներ չեն, ու հիմա ով է դրա հետևում կանգնած, էականը դա չի։ Թող թույլ չտային, ոչ մեկ իրանցով չկարողանա։ Ըստ էս ինչու նրանք գնացին, կոմպրոմատներ կան նրանց դեմ, թե որպես հավատավոր ժողովրդի մի մաս, ինչ չիմանամ իրանք ինչու գնացին այդ քայլին։ Ինչու գնացին, այդ թող իրանք պատասխանը տան, ինչու գնացին այս քայլին։ Հիմա մենք կարող ենք ընդհանրապես ենթադրություններ անել, կոմպրոմատա եւ այլն, բայց եթե հասուն վեհապ կներեք ոչ մի վեհապար, եթե հասուն եպիսկոպոսի աստիճան ունեցող մարդիկ գնում են նման քայլի, ու չեն կարողանում կրել պատասխանատվություն, հիմա ով է իրանց հետևում կանգնած, դա կարևոր չի։ Դուք համերաշխության կոչով եք այստեղ։ Ես համերաշխության կոչով միայն այն պահը համերաշխություն այն առումով, որ ժողովուրդին պետք չի պարակտել։ Իսկ եպիսկոպոսները իրանք են պատասխանատու իրանց քայլերի համար։ Դա իրանց կողմից թույլություն է։ Ու պարակտողը հենց իրանք են։ Ով է իրանց հետևում կանգնած, իրանց միջոցով է դա արվում։ Թող չգնային այդ քայլի, թող այդքան թույլ չգտնվեն։ Ու ունենային իրանց ներքին հոգևոր ուժը։ Չգնալ այս քայլին։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։